Քրիկը ձեռք բերելու համար կարող եք գրել մեր էջին։ Առաքումն ամուսնության բանվճար է։ Գրքի մեր ցանկացած բառ, ցանկացած տեքստ գրված է եւ հայերեն թարգմանությունը եւ արտասանությունը եւ հայերեն տառերով եւ տրանսկրիպցիա։ Եվ քերականությունը իհարկե շատ հեշտ բացատրված է։ Այսինքն դուք չունեք ոչ մի անելը, պարզապես պետք է գիրքը մի քանի անգամ ընթերցեք սովորելու համար։ Եվ հետաքրքիր բիզնես իդեա։ Որ ցանկացած ինչ-որ մի ապրանք ստեղծում եք կամ պրոդուկտ ստեղծում եք, ապա մտածեք, թե ինչ խնդիր պետք է լուծեք։ Օրինակ, ընդհանրապես ինչ-որ մի ստեղծելու համար, եթե ուզում եք մարդկանց օգտակար լինեք, պետք է ինչ-որ մի նորություն անեք, այսինքն ինչ-որ մի խնդիր լուծեք։ Օրինակ, ես ցանկացած ինչ-որ բան ստեղծելով մտածել ինչ խնդիր կա, եւ ասեք ոնց կարող ենք այդ խնդիրը լուծել։ Օրինակ, անգլերենով խնդիրը հիմնականում որն է, հիմնականում արտասանությունն է, որ դժվար է տրանսկրիպցիա եւ հասկանալը, եւ անգլերենում նաեւ դժվարություն հիմնականում խոսակցական անգլերենը, որովհետեւ քերականությունը շատ բարդ տերմիններով երբ որ իմանալու է, շատ դժվար է առօրյայում խոսելը, այսինքն պետք է լուծես հենց այն խնդիրը, ինչ որ մարդիկ ունեն։ Եթե լուծում ես այդ խնդիրը, ապա դու հաջողված ուրեմն պրոդուկտ ես ստեղծել։ Ու ես գիրքներ գրելուց, ես գրել եմ այնպես, որ ոչ թե ինչ-որ մի հատ գիրք լինի, այլ ուղղակի գրել եմ գիրք, որը որ կարողանում մարդիկ իսկապես ինքնուրույն սովորեն անգլերեն ու գործ չանեն։ Այսինքն սովորական գրքերը ոնց են սովորում, թարգմանում են, արտասանություն են մտածում, իսկ այստեղ այն որ բացարձակ աշխատելու բան չկա։ Պարզապես պետք է գեղարվեստական գրքի նման պետք է պարտադիր սկսել չվերս կարդալ կամ ու մի քանի անգամ, որտեվ ընդհանրապես ոնց են լեզվի բառերը սովորում, մի քանի անգամ կրկնում են։ Օրինակ, եթե ասեմ hello բառը կամ what's your name բառը, գրեթե 99% բոլոր հայերին կիմանան, որտեվ այնքան են լսել այդ բառը։ Հիմա նույնը մնացած բառերն են, այսինքն նույն բառը պետք է այնքան կրկնեք, մինչև այնքան կարդաք նույն տեքստերը, նույն բառերը, նույն քերականությունը, մինչև հիշեք։ Բայց եթե տարբերություն պետք է ընդհանրապես օրինակ գրքերը վերցնում եք Օքսֆորդիվան, պետք է կարդաք, դուք ինքներդ այդ բառերը առանձնացնեք, թարգմանությունը չգիտեք ճիշտ եք գրել, թե սխալ եք գրել, որտեվ կան տեղեր որ սխալ է թարգմանվում կամ համենայն դեպս մասնագիտապես որոշ կոնտեքստուալ արտահայտություններ կան, արտասանությունը։ Այստեղ ամեն ինչ գրած է, այսինքն ոչ մի անելու բան չկա, ընդհանրապես պետք է մի քանի անգամ կարդալ։ Ու դրանով ամենակարևորը որ խնայում է ժամանակ։ Այսինքն եթե նույն գիրքը դու վերցնեիր ուրիշ տեղից պետք է քեզ ամիսներ մինչև այդ աշխատանքը ինքը տաներ, որովհետեւ պատրաստի արդեն գրած է, բայց վերացու եթե 100 էջ ամեկ մակարդակը։ Նասած մակարդակներն անպայման կպատրաստեն։ Պատկերացրու եթե նույնը կրկնես, որ մի ամսում կարող ես լրիվ մի մակարդակը հանգիստ ավարտել։ Եթե ինչ-որ մի նոր գաղափար եք մտածում,